եթե բացվում ենք, այդ առիթով եմ եւ սկսել սաղմոսները անգիր սովորել։ Որովհետեւ այդ հոգեվոր դատարկությունը լցնելու անհրաժեշտություն եմ ունեցել։ Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու մասով ամենազվարճալին գիտեք որն է, որ Հայաստանյա Ծառաքել, ասենք օրինակ այսօր նայենք այդ Եռագլուխ կուսակցության լիդերներից, ես համոզված եմ իրանցից ոչ մեկը ավետարաններից գոնե մեկի գոնե կեսը չի կարդացել, գոնե կեսը։ Ես համոզված եմ ազգային ինքնությունից հանդես են գալիս մարդիկ, որ համոզված են հայ ժողովրդի պատմության ամենապրիմիտիվ հարցերին չեն կարող պատասխանել, ընդհանրապես գաղափար չունեն։ Կարանք տեստ անենք, ամենապրիմիտիվ հարցերին հայ ժողովրդի պատմության չեն կարող այդ մարդիկ պատասխանել, չեն կարող պատասխանել։ Այդ մարդիկ տարրական գրագիտության խնդիր ունեն, տարրական գրագիտության։ Ռոմանը սերուր է։ Ձեր միկրոֆոնները աշխատում է։ Հա։ Հա, շատ լավ։ Եվ էս է իրողությունը, եւ իմիջայլոց ասեմ։ Ու այս մարդկանց բնականաբար շատ կոմֆորտ է կաթողիկոսի պաշտոն զբաղեցնող այն անձը, որը հենց Աստվածաշունչը երևի կիսատ պռատ կարդացել է։ Նրանց համար, ովքեր ոչ մի ավետարան, ավետարաններից ոչ մեկը, ես գրած եմ գալիս, գնացեք Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, ընդ որում հիմա ասում եմ, երբ հանդիպեք հարցրեք, ասեք Աստվածաշունչը, ավետարանը եւ նոր կտականը ինչով են իրարից տարբերվում։